Իսկ եթե զվարճանալ, ապա հանգստանալն ու զվարճանալը համատեղվում է մեկտեղ։ Արդեն 1 տարի ընթերցում եմ Պրաբհուպադայի Բհագավադ Գիտա գիրքը։ Ես հանգստանում եմ առանձնանալով ու կտրվելով բոլորից։ Կողմ եմ առավոտյան վաղ արթնանալուն։ Միայն մի շրջան էր, որ չէի կարողանում առավոտյան վաղ արթնանալ, դա հղիության պատճառով։ 4 տարի կլինի, որ հետաքրքրված եմ յոգայով, բայց արդեն մոտ 2 տարի է կլանված եմ, այսպես ասած։ Յոգան հոգու եւ գերհոգու հետ շփումն է, այսինքն մարդկային փոքրիկ հոգու եւ աստվածային հոգու հետ կապն է։ Պատերազմից առաջ հանգստանում էի աշխատանքի գնալով։ Երբ ես աշխատում էի, ես հանգստանում էի, ես զվարճանում էի, լցվում էի էներգիայով։ Ողջույն։ Ընտրիր մասնագիտությունդ սիրելով եւ ողջ կյանքում 1 օր անգամ ստիպված չես լինի աշխատել։ Այսպես է ասել Կոնֆուցիոսը։ Իսկ ես առաջարկում եմ հարմար տեղավորվել, վայելելու հեռուստաուիկենդը։ Այսօրվա իմ հյուրը երիտասարդ, բայց տաղանդավոր դերասանուհի Լենա Մաթևոսյանն է։ Լենա, ուրախ եմ քեզ տեսնել։ Ողջույն Իրինա։ Մեր հեռուստադիտողներից շատերն էլ երևի չգիտեն, որ դու արդեն մի քանի ամիս է բեմ չես բարձրանում, ֆիզարձակուրդում ես առաջնեկիդ ծննդի կապակցությամբ։ Ճիշտ ասած, արդեն գրեթե մի տարի է բեմ չեմ բարձրանում, որովհետև մի քիչ ծանր շրջան է եղել հղիության, դրա համար ինձ լրիվությամբ ազատ էին թողել եւ արդեն վաղուց բեմ չեմ բարձրանում ու կարոտել եմ բեմը։ Ստացվում է ապրել առանց թատրոնի։ Եթե մասնագիտությամբ դերասանուհի ես, պարտադիր չէ որ բեմ բարձրանաս, որ ստացվի այնպես, որ ապրում ես թատրոնով։ Եթե դերասանուհի ես, դու ամբողջ կյանքդ սրտում կրում ես թատրոնը։ Լենա, քո վիկենդը ավելի շատ հանգստանալու համար է, թե զվարճանալու։ Երևի թե ավելի շատ հանգստանալու համար։ Իսկ եթե զվարճանալ, ապա հանգստանալն ու զվարճանալը համատեղվում է մեկտեղ։ Բայց ավելի շատ ես հանգստանում եմ առանձնանալով ու կտրվելով բոլորից։ Պարտադիր չէ ինչ որտեղ գնալ հանգստանալու համար։ Կարևորը ես մտքով հանգստանամ, մի կողմ դնեմ հեռախոսս, չպատասխանեմ ոչ մի զանգերի, այդ օրը տրամադրեմ ինձ, ընթերցեմ կիսատ թողած գրքերս կամ ինչ-որ նոր ֆիլմ, ու եթե ես տվյալ օրը ինչ-որ մի նոր բան եմ սովորում, ես բավականին հանգստություն եմ ստանում դրանից։ Այսինքն ինքդ քեզ հետ անցկացրած ժամանակն է քեզ համար հանգստությունը։ Այո, ես սիրում եմ կտրվել բոլորից։ Ներդաշնակ ես ինքդ քեզ հետ։ Ավելի շատ ներդաշնակ եմ, բայց մի շրջան կա, պատերազմից առաջ ու պատերազմից հետո ամեն ինչ փոխվել է եւ հանգստի տեսակն է փոխվել։ Ինձ համար հիմա նաեւ կա երեխա, երեխայից առաջ ու երեխայից հետո բավականին տարբերությունները շատ են, բայց փորձում եմ ինքս ինձ հետ ներդաշնակ լինել։ Ինչպես է փոխվել կյանքդ երեխայի ծնունդից հետո։ Պատասխանատվություն, իհարկե բոլոր այն զգացումները, որ առաջանում են բոլոր մայրերի մոտ, բայց ի տարբերություն բոլորի իմ մոտ չկա ծանրաբեռնվածություն ու հոգնածություն։ Բալիկս բավականին հանգիստ է եւ ես ընդհանրապես չեմ հոգնում իր հետ ու կարողանում եմ շարունակել իմ գրքերը ընթերցել, իմ երաժշտությունը իր հետ միասին վայելել, ընթերցում եմ բարձր, որպեսզի ինքն էլ լսի ու իրեն մենակ չզգա, շարունակում եմ նույն ֆիլմերը նայել, փորձում եմ նաև մասնագիտական ֆիլմերը, գրքերը, որպեսզի չկտրվեմ նաև թատրոնից, իմ մասնագիտությունից, չկանգնեմ մի կետում, նաև ֆիզարձակուրդս օգտագործում եմ իօքուտ դրան։ Արդյունավետ ես օգտագործում։ Այո։ Ինչ գիրք ես այս պահին ընթերցում։ Ընդհանրապես երևի արդեն 1 տարի ընթերցում եմ Պրաբհուպադայի Բհագավադ Գիտա գիրքը, բավականին ծավալուն գիրք է, գիրքը հնդկական էպոսն է Մախաբխարատայի վերլուծությունը, դա այն գիրքն է, որին զուգահեռ ես միշտ գրքեր եմ ընթերցում, բայց հենց այս փուլում զուգահեռ ոչ մի գիրք չեմ ընթերցում, միայն դա եմ ընթերցում։ Ժամանակի սեղությունն է պատճառը, թե ուղղակի կլանված է շատ այդ սյուժեները։ Չէ, ուղղակի հիմա ժամանակս մի քիչ այլ գործողությունների համար է Ավելի շատ երեխայի վրա։ Ավելի շատ երեխայի վրա եմ կենտրոնացած, վայելում եմ իր այդ փոքրիկ շրջանը։ Դե ինչպես հասկացանք, ֆիզարձակուրդում ես քեզ համար բոլոր օրերը ուիկենդյան են։ Երբ ես սկսվում, առավոտյան վաղ ես արթնանում։ Ընդհանրապես կողմ եմ առավոտյան վաղ արթնանալուն, միայն մի շրջան էր, որ չէի կարողանում առավոտյան վաղ արթնանալ, դա հղիության պատճառով, բայց արևածագի հետ արթնանալը դա ամենակարևորն է,
Անցել եմ Նարինե Բաղդասարյանի on-line յոգայի դասերը ու այդ դասերից հետո նոր փոխվել է իմ օրակարգը։ Այդ դասերից հետո ես սկսել եմ առավոտյան վաղ արթնանալ, անպայման իմ մարմնամարզությանը ժամանակ տրամադրել, անպայման շնչառական վարժություններին ժամանակ հատկացնել, թեկուզ դա կլինի 15-ից 20 րոպե, կարևոր չէ։ Բայց օրս անպայման փորձում եմ սկսել արևածագի հետ։ Ինչքան ժամանակ ես զբաղվում յոգայով։ Երևի թե արդեն մոտ 4 տարի կլինի, որ հետաքրքրված եմ յոգայով, բայց արդեն մոտ 2 տարի է կլանված եմ, այսպես ասած, ու ապրում եմ դրանով։ Նոր սկսել եմ խորանալ փիլիսոփայության մեջ, մինչ այդ ինձ համար դա ուղղակի մարմնական վարժություններ եւ առողջ սնունդ էր։ Հիմա ավելի շատ խորացել եմ հոգու, մտքի փիլիսոփայության, մտքի կառավարման, տիեզերագիտության ու այդպես ավելի հետաքրքիր ուղղություններ ունի յոգան, որը նաև բացահայտում եմ այդ Բհագավադ Գիտան ընթերցելու ժամանակ։ Ինչ է տալիս քեզ յոգան։ Կյանքդ ինչպես է փոխվել յոգայից հետո։ Յոգան ընդհանրապես ինձ համար հոգու եւ գերհոգու հետ շփումն է, այսինքն մարդկային փոքրիկ հոգու եւ աստվածային հոգու հետ կապն է։ Ես յոգայի միջոցով գտել եմ այդ կապը, հատկապես պատերազմից հետո, երբ ամեն ինչ քաոսի մեջ էր, յոգայի շնորհիվ ես կարողացա վերագտնել ինքս ինձ, կարողացա գտնել բոլոր հարցերիս պատասխանները։ Յոգան ինձ ցանկացած խնդրի ժամանակ պատասխանում է իմ բոլոր ինչուններին։ Ես հիմա չունեմ իմ ներսում փնտրտուքներ։ Ես գտել եմ այդ գիծը խաղաղվելու ներքուստ, որի շնորհիվ ես հիմա ավելի իմաստավորված եմ ապրում, թեկուզ ամեն մի րոպեն։ Սպորտը քո կյանքում միայն յոգայի տեսքով է, թե նաև ինչ որ մարզաձևերով ես հետաքրքրված։ Մինչև յոգան հետաքրքրված էի թալու մարզաձևով ու հետո որակավորվեցի որպես մարզիչ մրցավար, Շուշիում ունեի խումբ, հետո ամեն ինչ մնաց կիսատ։ Հետո մի շրջան միայն մրցավար էի որպես մասնակցում մրցումներին ու ինքս ինքնուրույն ինձ համար պարապում էի, խումբ երեխաների հետ չէի պարապում, բայց հիմա դա էլ դեռ կողք է դրված, դրանով հիմա չեմ զբաղվում։ Ինչու թողեցիր բայց այդ մարզաձևը։ Երևի եւ ժամանակի սխության պատճառով, միևնույն է, ես ինչով էլ զբաղվում եմ, իմ կյանքում առաջին տեղում թատրոնն է, փորձերն են։ Ես երբեք մրցումները, պարապմունքները երբեք չի խանգարում մեկ մյուսին։ Ինձ թվում է ժամանակի սղության ու նաեւ հետաքրքրվածությունս գնաց դեպի ավելի հանգիստ տեսակը յոգան։ Յոգայում ամեն ինչ ավելի հանգիստ է, իսկ թալույում չինական մարտարվեստ ամեն ինչ ավելի կոպիտ է։ Կարող ենք ասել, որ դու բնավորությամբ էլ հանգիստ ես։ Այո, բնավորությամբ հանգիստ եմ, թեկուզ երբեմն ես իմ մոտ ծայրահեղությունից ծայրահեղություն վիճակն եմ զգում։ Ինչքան հանգիստ կարող եմ լինել, այնքան էլ մյուս ծայրահեղության մեջ կարող եմ ընկնել։ Ինչպիսի ընթացք են ունենում հանգստյան օրերդ։ Կամ միայնակ եմ անցկացնում, կամ ամուսնուս հետ։ Հիմնականում այս մեկ տարին Ստեփանակերտի տարածքով է սահմանափակված մեր հանգիստը, ավելի շատ սիրում ենք լինել նորակառույց եկեղեցու բակում, այդպես սիրում ենք միասին այնտեղ նստել ու լռել, ոչինչի մասին չխոսել, հա, կամ Գանձասարում ենք սիրում լինել, այնտեղ ենք հաճախակի գնում, բայց մինչև պատերազմը շատ էինք գնում Ջդրդուզ, դա մեր ամենասիրելի տեղն էր։ Բնության գրկում ենք շատ սիրում լինել, բայց հիմա բնության գրկում լինելը մի քիչ շատ սահմանափակ է, չի ստացվում այդքան, ավելի շատ սահմանափակվել է սրճարաններով, Ստեփանակերտ քաղաքով, որը այդքան էլ հաճելի չէ, վաղուց միջոցառումների չեմ կարողանում մասնակցել, պայմանավորված ֆիզիկական վիճակով, բայց կարծում եմ արդեն ամեն ինչ կամաց իր տեղն է ընկնում։ Զգում ես բայց այդ մշակութային միջոցառումների բացը քո կյանքում։ Միանշանակ զգում եմ ոչ միայն մշակութային միջոցառումների, այլ նաև ինքս աշխատում եմ թատրոնում, մենք նույնպես ներկայացումներ ունենք, նույնիսկ այդ ամենի բացն եմ զգում։ Պատերազմից առաջ ու հիմա բավականին այլ է։ Օրինակ, ես պատերազմից առաջ հանգստանում էի աշխատանքի գնալով։ Երբ ես աշխատում էի, ես հանգստանում էի, ես զվարճանում էի, լցվում էի էներգիայով, թեկուզ եթե հոգնեի։ Թատրոնում փորձերը դա իմ հանգստությունն են։
ես երբեք չեմ զգացել, որ աշխատում եմ ու միշտ ասում եի, եթե նույնիսկ ինձ չվարձատրեն, միևնույն է ես կաշխատեմ, հա, որովհետև դա ստեղծագործական process է, միայն ստեղծագործող մարդիկ կարող են կհասկանան ինչ էներգիայով ես դու լցվում ու ինչ էնտուզիազմ է արթնանում։ Իսկ պատերազմից հետո մի տեսակ ամեն ինչ աշխատանքի է վերածվել, մի տեսակ пассив, ինչպես երկիրը, այնպես էլ բոլոր ոլորտները կաթվածահար վիճակում են ու դա անդրադառնում է նաև քո հոգու վրա։ Բեմը եւս քեզ հանգստություն տալիս է, թե բեմում ցանկացած զգացողություն կա, բացի հանգստությունից։ Բեմը ինձ ոգևորում է, իմ մեջ ինչ որ երեխայի է արթնացնում, իմ մեջ երազանքներ, լույս, ինչ որ լուսավոր զգացողություններ էին մոտ արթնանում բեմում, բայց բեմը հանդիսատեսի առաջ ու փորձերը ուղակի տարբերություն չկան, ուղակի ինձ process-ն է շատ ոգևորում, փորձերը բեմից դուրս կենտրոնանալ, կատարել ինչ-որ վարժություններ, տրամադրվել, շփվել դերասանների հետ, այդ ամենը կարևոր չէ բեմում թե բեմից դուրս, միևնույն է դու ներքուստ բեմում ես։ Լարվածություն չես ունենում հանդիսատեսի առաջ։ Դա պատասխանատու լարվածություն է, մինչև բեմ դուրս գալը, կարծում եմ, որ կարևոր է, որ դա լինի, եթե չլինի, դա էլ մի այլ ծայրահեղություն է։ Բայց երբ արդեն դուրս եմ գալիս բեմ, ինքնըստինքյա չգիտեմ ինչպես անցնում է այդ լարվածությունը։ Հոբիներից խոսենք, դրանք ավելի շատ հանգստանալու, լիցքաթափվելու առիթներ են, թե էլի աշխատանքին է վերաբերում։ Չէ, հոբիներս ավելի շատ հանգստանալու հոբիներ են, օրինակ շատ եմ սիրում դաշնամուրը, թեկուզ կխոստովանեմ, որ այդպես չեմ կարողանում նվագել։ Մի ժամանակ ուսանողական տարիներին գնում էի անհատական դասերի, որպեսզի նվագեմ, բայց քանի որ տանը չունեմ դաշնամուր, ժամանակի ընթացքում նորից մատներս հետ են վարժվել։ Հիմա եթե նորից նստեմ դաշնամուրի դիմաց, ինձ ժամանակ է պետք, որպեսզի վարժվեմ։ Իսկ լսել սիրում ես։ Շատ, երաժշտություն շատ եմ սիրում լսել, բայց վերջին ժամանակներս շատ եմ լսում հոգևոր մանտրաներ, դրանք ինձ հանգստացնում են ու նաև կտրում արտաքին աշխարհից, եթե չեմ կարող ինչ-որ ֆիզիկական գործողությամբ հանգստանալ, ասենք նկարել, նվագել կամ պարել եւս շատ եմ սիրում, բայց վերջին ժամանակներս այդպես տրամադրություն չի լինում այդ ամենի, մանտրաներն են, որ ինձ կտրում են ամեն ինչից։ Նաև սիրում եմ ընթերցել, ֆիլմ նայել, դա երևի այդքան էլ հոբի չեմ համարի, դա իմ օրվա մի մասն է կազմում։ Պարտադիր ես պետք է այդ տվյալ օրը, եթե նույնիսկ հոգնած էլ լինեմ, պետք է գոնե մի քանի էջ ընթերցեմ, որովհետև եթե չընթերցեմ, կարծում եմ մարդիկ եթե չեն ընթերցում, ժամանակի ընթացքում հետ են վարժվում։ Ինչ ժանրերի ֆիլմ ես նախընտրում։ Նախընտրում եմ ավելի շատ պատմական ֆիլմեր ու ֆիլմեր, որոնք նկարահանվել են իրական դեպքերի հիման վրա։ Վերջերս բավականին խորացված էի գիրքը, որ ընթերցում եմ Մախաբխարատայի մասին է, հենց Մախաբխարատա ֆիլմի այդ էպոսի պատմական դրվագների ու այդպես բոլոր իրադարձությունները ինքը բավականին ծավալուն ֆիլմ է, մոտ 300 սերիալոց ու էպոսների մեջ եմ ավելի շատ խորացվել, քանի որ այդքան գրքերը ծավալուն ժամանակ չունեմ ընթերցելու, երբեմն ֆիլմն եմ նայում։ Նաև շատ գրքեր, որոնք ժամանակի սղության պատճառով չեմ հասցնում ընթերցել, սիրում եմ նայել դրանց ֆիլմը։ Համեմատականներ անցկացնում ես հետո քո ընթերցածից ստացած տպավորությունները եւ ֆիլմից ստացած տպավորությունները։ Համեմատական անցկացնում եմ, երևի թե շատ քիչ ֆիլմեր են լինում, որ ասում եմ, չէ, բայց գիրքը ավելի լավն է։ Ինձ համար միշտ ֆիլմն էլ է հետաքրքիր մոտեցում է, տարբերվում է միանշանակ գրքից, այնտեղ կրճատումներ են շատ լինում, բայց դա էլ ռեժիսորի մոտեցումն է։ Ինձ միշտ ֆիլմը գրավում է նրա համար, որ տեսնեմ դերասանները ինչպես են խաղում կերպարները, ուսումնասիրեմ իրենց մոտեցումները, ես ինչպես կխաղայի, ես որ կերպարը կընտրեի այստեղ։ Այդպես երևի դրա համար միշտ ինձ դուր են գալիս ֆիլմերը։ Գիրքն էլ հետաքրքիր է նրանով, որ դա իմ երևակայության արդյունքն է։ Որն է քեզ համար ավելի դյուրալի, քո երևակայությունը ավելի պատկերավոր է, թե ռեժիսորինը, գուցե ինչ-որ մի բան այլ ձևով դու կնկարահանեիր։ Երևի թե կընտրեմ իմ ընթերցածը, որովհետև միշտ ընթերցելուց, եթե սկզբից ընթերցում եմ, ընթերցելուց ես լրիվ այլ պատկերացումներ եմ ունենում, հետո ֆիլմը լրիվ իմ պատկերացումներին հակառակ է լինում։ Բայց չի ասի, որ ֆիլմներ չեմ հավանում, ֆիլմերն էլ եմ հավանում։ Շատ քիչ ֆիլմեր կան, որոնք ավելի հաջող են ստացվել, քան գիրքը։ Ժամանակ առ ժամանակ այլ ժանրերի չես դիմում։ Երբեմն ամուսնուս հետ
երբեմն նայում եմ Մելոդրամաներ։ Հա, բայց ինձ համար ֆիլմ նայելն էլ ես շատ կարևորում եմ ժամանակը, չեմ ուզում անիմաստվատնել։ Դրա համար կարևոր է որ լավ ֆիլմ նայեմ։ Տվյալ ֆիլմը ինձ համար նաև ուսուցողական լինի, ինչ որ մի նոր բան իմանամ այդ ֆիլմից։ Դրա համար կան չէ ֆիլմեր ասում են ժամանցային։ Ես դա այդքան էլ չեմ Ոչինչ չի մնում հետո։ Ժամանակ անցկացնելու ֆիլմ, ժամանակը այնքան թանկ է, որ ես չեմ ուզում դա հենց այնպես անցկացնեմ։ Դրա համար այդքան էլ ինձ դուր չեն գալիս այդ ժամանակ անցկացնելու ֆիլմերը։ Եվ բացի այդ, որ երկար ժամանակ նայում ես գեղագիտական ֆիլմեր, նայում ես հատուկ ընտրված ֆիլմեր, հանրահայտ ռեժիսորների կողմից նկարահանված ֆիլմեր, արդեն նման ֆիլմերը չես կարողանում նայել։ Ոնց որ չհավանես, դա արդեն քեզ համար հաճելի էլ չի։ Նայում եմ ու ասում եմ, բայց չէ, լավ չի խաղում, չէ, այս սյուժեն լավ չի, այս նկարում։ Ու արդեն ամուսնուս համար անհետաքրքիր է դառնում ինձ այդ ֆիլմ նայելը։ Ասում եմ ուղղակի նայել, իսկ ես չեմ կարողանում ուղղակի նայել։ Շրջագայել սիրում ես Լենա։ Շատ եմ սիրում, շատ։ Եղել եմ ամուսնուս հետ Պետերբուրգում ու հետո աշխատանքից բերումով այնպես է ստացվել անցած տարի եղել ենք Եվրոպայում, մի քանի երկրներում ենք հանդես եկել, եղել ենք Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում, Ավստրիայում։ Շատ հաճելի ժամանակ էր, չէի պատկերացնում, որ ես կունենամ նման մեծ ճամփորդություն։ Հույս ունեմ, որ դեռ էլի կունենամ նման ճամփորդություններ, որովհետև շատ եմ սիրում։ Ինձ համար նաև դա բացահայտումների, թե խոհանոցի, թե նոր մշակույթի բացահայտում է ու դա երևի իմ ամենամեծ հոբին է։ Քո թվարկած շարքից ո՞ր երկիրը կառանձնացնես։ Ինձ շատ դուր եկավ Բելգիան, հատկապես այնտեղ մի փոքրիկ քաղաք կար, Մեխելեն, դա ինձ համար ավելի շատ հեքիաթի էր նման, որտեղ կամուրջները, այնտեղ ասֆալտապատում չկար, ինչ որ քարերով էր հավաքված ու նույնիսկ սովորական շենքեր չէին, ոնց որ Դիսնեյի սիրուն դղյակները լինեին տները ու ամեն ինչ ոնց որ իրականությունից կտրում է։ Շատ հեքիաթային էր այդ քաղաքը։ Կցանկանայր նորից լինել այնտեղ։ Միանշանակ ես դեռ հույս ունեմ, որ մի անգամ էլ ամուսնուս հետ այնտեղ կլինեմ։ Շատ եմ ուզում, որ ինքն էլ տեսնի այդ ամեն ինչը, ինչ որ ես տեսել եմ։ Կա մշակույթների մեջ ինչ որ բան, որը շատ ես հավանել եւ կցանկանայր նաեւ մեր մշակույթի մեջ լինել։ Օրինակ Պետերբուրգում մարդկանց կարգուկանոնը ինձ շատ դուր եկավ, նաև ավտոմեքենաների վարելու կարգուկանոնը, մեծ խիտ քաղաք է, բայց ամեն ինչ այնքան հանգիստ ու կարգուկանոնի մեջ է, որ ես ուղղակի զարմացած էի։ Գնում ես տոմսի հերթի, այնքան մարդ կա, մտածում ես մի ժամ կկանգնես, բայց 5 րոպեից քո հերթն է գալիս, որովհետև մարդիկ շատ հանգիստ կանգնած են։ Մենք մի տեսակ ոնց որ զգանք մեզ մեր տանու ու մեզ ավելի ազատ զգանք, այդ ազատությունը մի քիչ շփոթենք գռեհիկության, կոպիտ լինելու, ինքներս մեզ ինչ որ տգեղ բաներ թույլ տալու հետ, իսկ թվում է մենք մեր տանը մեզ այդպես ենք պահում։ Իսկ այլ երկրներում ես դա չեմ նկատել։ Ինձ համար այնտեղ մի քիչ մարդիկ ավելի հավաքված են, ավելի կենտրոնացված են։ Նաև ուտելու մշակույթը կուզեի, որ մեր մոտ փոխեր, մեր մոտ խոհանոցը ու մարդկանց հանգստանալը, չգիտես ինչու, երբեմն պայմանավորված է ուտելու հետ։ Հա, նույնիսկ բացօթյա վայրերում պայմանավորված է, իսկ ուտելը նաև տարատեսակ ուտելիքների հետ է պայմանավորված, իսկ այնտեղ այլ երկրներում ես նկատել եմ համեստություն այդ ամենի մեջ, որ ինձ շատ դուր է գալիս, այնտեղ մի խնձորով կարելի է բավականին մեծ հանգիստ անցկացնել։ Ինչպես է շարունակելու օրդ մեր նկարահանումից հետո։ Բալիկս ինձ սպասում է։ Շտապելու ես նրա մոտ։ Պետք է գնամ բալիկիս մոտ ու օրս գրեթե իր հետ եմ անցկացնում, շատ քիչ եմ կտրվում իրենից, իսկ բոլոր սիրելի զբաղմունքներս համատեղում եմ իր հետ դեռ տանը։ Արդեն եղանակները բարենպաստ են, արևոտ են եւ արդեն կարող ենք զբոսանքի դուրս գալ, այո։ Շատ լավ, շնորհակալություն Լենա մեզ հյուրընկալվելու համար եւ շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ Լենա Մաթևոսյանին ու նրա հանգիստն ենք բացահայտում այսօր։ Ուրախ ու անհոգ հանգստյան օրեր բոլորիս։